ռուսական կայսրության բանակը Իրանի հյուսիսում էր տեղակայված եւ այդտեղից շարժում էր Վանի նահանգի ուղղությամբ եւ ստացվում է, որ Վանի նահանգը ուղիղ սահման չուներ ռուսական կայսրության հետ, բայց Պարսկաստանի հետ սահման ուներ եւ ռուսական բանակը հենց այդտեղով պետք է մտներ Վանի ուղղությամբ։ Ստացվում էր, որ հաշվարկ կար, որ պետք է այնքան ժամանակ ինքնապաշտպանություն արվի, որ այդ ուժերը հասնեն։ Եվ սկզբնապես կարծեք շատ պես նպաստավոր պայմաններ են ստեղծվում եւ Վանի նահանգապետ է կարգվում արդեն ռուսական ադմինիստրացիայի ներքո, ռուսական վարչական իշխանության Արամ Մանուկյանը, գեներալ Նիկոլաևի հետ նրանք ուղիղ փաստորեն հաղորդակցման մեջ էին, մենք պետք է այստեղ նկատի ունենանք, որ Արամ Մանուկյանն արևելահայ է, նա արևմտահայ չէ եւ այդ առումով նա ուներ որոշակի վստահություն, թե ռուսական իշխանությունների կողմից եւ թե արևմտահայերի, որովհետեւ միշտ եղել էր արևմտահայ հաստատագրական շարժման կողքին, դաշնակցական գործիչ էր, արևմտահայության շրջանում այդ ժամանակ դաշնակցությունը բավական մեծ հեղինակություն էր վայելում եւ ստացվում է երկուսի համար վստահելի եւ կամրջող անձ էր դառնում։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։